Բայրել Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար։ Արդար ես ձեզ նման մարդկանց կալանավոր։ Չէ, այդ ես դեմ եմ։ Տակուցալ այդ խելոնք մարդիկ որ կալանավոր ալեն, ասեմ բա այդ դրանք որ երկիր են ղեկավարելու որ բախը կալանավորում են։ Մեղքը չեն այդ մարդիկը թոթ ուսկան իրաց բարեգործությունը անեն, իրաց բարի խորհուրդները տան ժողովրդին։ Գիտես ինչ, նրան հանցա չի կատարավոր բռնալին։ Դա պիտի ապացույց են դեր տա, չեմ կարող ասել։ Իսկ իմ ուժերից վեր է պատասխանելու։ Պիտի իր կանանապացուն են, չէ՞ որ հանցա կատարել։ Հանցա կթող ապացույց նոր բռնի։ Եկեղեցուն ոնց կարա ստենցանս։ Իսկ բարերարին կալանավորելը։ Չէ։ Շատ սխալ է։ Բայրել Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար։ Արդար ես ձեզ նման մարդկանց կալանավորելը։ Չէ, չեմ ուզում։ Սամվել Կարապետյանը թող դուրս գա ազատության մեջ։ Ես իմ կարծիքս հետ։ Չէ։ Այդ մարդը բարերար մարդ այլի պետք չէ կալանավորած։ Դե պաշտպանել տեղ կա, չէ՞ պաշտպանելա։ Եթե մարդը ինչ որ բան է ոչ մի վնասազերծ չի, որը մի բան չի արել, պետք է կալանավորեն։ Ոչ։ Մարդը եթե արդար չի կարելի կալանավորած։ Եթե վերցնենք, կարծում եմ քաղաքական է ուղերձը Սամվել Կարապետյանի, չեմ կարծում, որ դա եկեղեցու թեմայի հետ առնչվում է։ Օրինակ եկեղեցին պետք է իր սահմանադրությամբ ինքն արդեն իր հարցերը կարգավորի, իրենք իրենց ներսի թերությունները շտկեն, առավելությունները ավելի շատ մեծ արձագանք տան։ Կարծում եմ օրինակ որ պետությունը, այո, ճիշտ է, երբ որ պետությունն ու հոգևոր թեմը իրար հետ նստած են մի կլոր սեղանի շուրջ, բայց կապ ունի։ Ես ենթադրում եմ իմ որպես քաղաքացի, որ քաղաքական ուղերձ է Սամվել Կարապետյանի հետ այդ առնչված միջադեպը։ Ոչ, ինչի մարա արդար, եթե եկեղեցուն պաշտպանում։ Մեկ եկեղեցական մարդիկ եք։ Քրիստոնեությունը առաջինը մենք ենք ընդունել։ Մեկ եկեղեցին ստեղծե, մեր հայ ազգն է եկեղեցին ստեղծե, ինչի մարեն ասենք Սամվել Կարապետյան դրա համար բան։